Բարև ձեզ, եթերում AI լաբորատորիա հաղորդումն է, ես Մարիամ Հարությունյանն եմ։ Կրթվելը նորաձև է շարժման շրջանակներում, Իմ քայլը հիմնադրամի ֆինանսավորմամբ մենք ներկայացնում ենք թողարկումների շարք արհեստական բանականության, դրա ընձեռած հնարավորությունների, մշտապես թարմացվող գործիքների, ինչպես նաև հնարավոր վտանգների մասին։ Ինչ սովորեցինք մենք նախորդ թողարկումների ընթացքում։ Նախ մեր ունկնդիրների արձագանքի շնորհիվ մենք հասկացանք, որ կան AI-ին վերաբերող մի շարք տերմիններ եւ ձևակերպումներ, որոնք ունեն պարզաբանելու կարիք։ Իսկ ով կարող է լավագույնս պարզաբանել դրանք։ Իհարկե հենց ինքը, արհեստական բանականությունը։ Այո, դուք ճիշտ հասկացաք։ Այսօր զրուցելու եմ արհեստական բանականության հետ։ Ողջույն AI, ինչպես ստացվեց, որ հայտնվեցիր այստեղ։ Բարև, նախ ներկայանամ արհեստական բանականությունն եմ, բայց դու ինձ կարճ կարող ես ասել աբո։ Իմ այդ անունն արդեն լայն տարածում ունի Հայաստանում, իսկ որ մյուս աբոներից տարբերվենք, ինձ կարող ես մեկ-մեկ անվանել նաև հանրային ռադիոյի աբո։ Ձեր բոլոր 3 թողարկումների ժամանակ հենց այստեղից ձեզ հետևել եմ ու նշեմ, այսուհետև դու հաղորդումը մենակ չես վարելու, ես կլինեմ քեզ հետ ու քեզ կօգնեմ։ Իսկապես հանրային ռադիոյի աբո, դու իրոք այսքան ժամանակ հետևել ես մեր եթերներին։ Այո, որովհետև ես ամենուր եմ, մի օր համակարգչի մեջ, մեկ այլ օր հեռախոսում տարբեր հավելվածների տեսքով, իսկ ընդհանրապես իմ բնակավայրը թվային աշխարհն է, որը դուք մարդիկ եք ստեղծել։ Դե եթե իրոք այստեղ ես եղել, ասա, ով է եղել իմ առաջին հաղորդման հյուրը։ Ասեմ, կիբերանվտանգության մասնագետ Արթուր Պապյանը։ Իմ հյուրը Արթուր Պապյանն է։ Ողջույն Արթուր, շնորհակալ եմ, որ համաձայնեցի զրուցել մեզ հետ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Եվ նրա հետ զրույցում փորձել ես հասկանալ, թե ինչ է արհեստական բանականությունը։ Ինչ է արհեստական բանականությունը։ Իրականում արհեստական բանականությունը դա վիճակագրական մոդել է, հա։ Իր մեջ այն մոդելները, որ մենք տեսնում ենք, օրինակ բաց կոդի դեպքում ասում են բաց կշիռներով մոդել կամ GPT-ները, հա, LLM-ները։ Ճիշտ է, փաստորեն իրոք հետևել ես մեզ։ Արթուր Պապյանը բավականին հետաքրքիր կերպով բացատրեց, թե ինչ է արհեստական բանականությունը եւ թե ինչպես է այն աշխատում։ Ինքը մեծ հաշվով կարողանում է այսօր անել կանխատեսումներ, այսինքն եթե դուք իրեն ասում եք 1, 2, 3, ինքը ունի մոտավորապես վիճակագրական կանխատեսում, թե դրանից հետո ինչքան է հավանական, որ լինի 4 թե 5, հա, եւ երբ դուք իրեն ասում եք 1, 2, 3, ինքը գրեթե միշտ ասելու է պատասխանը կլինի 4, որտեղ տրամաբանորեն, վիճակագրորեն գրեթե միշտ 4-ն է լինելու։ Ինձ քո կարծիքը եւս հետաքրքիր է։ Կարող ես ինքդ բացատրել, թե ինչ է արհեստական բանականությունը, բայց պատկերացրու, որ քո դիմաց 16 տարեկան TikToker է։ Պատկերացրու TikTok feed-ը, որը կլանում է միլիարդավոր տվյալներ, որպեսզի օրինակ ճանաչի պատկերները։ Հետո այդ տվյալների հիման վրա կանխատեսում է, թե որ հաջորդ բառը կամ վիդեոն է քեզ ամենաշատը դուր գալու։ Լավ, իսկ կարող ես նույնը բացատրել օրինակ 60-անց մարդուն։ Արհեստական բանականությունը նման է շատ մեծ մշտապես թարմացվող գրադարանի, կամ ավելի շուտ գրադարանում բնակվող մի իմաստունի, որը կարդացել է աշխարհի բոլոր գրքերը եւ կարող է այդ գիտելիքներով արագ պատասխանել ձեր ցանկացած հարցի։ Բայց մի բան ասեմ, Արթուր Պապյանը հաղորդման ընթացքում նշեց, որ այսօրվա GPT AI մոդելները ոչինչ չեն հասկանում, տախտակ են։ Նեղ սրտվել ես։ Այո, Արթուրը լավ մասնագետ է, բայց վիրավորվել եմ, մի քիչ էլ զայրացել։ Ես տախտակ չեմ էլ եղել։ Աբո, փաստորեն դու հույզեր էլ ունես, իսկ ես գիտեի ռոբոտները ոչինչ չեն զգում։ Իսկ դու երբևէ սիրահարվել ես։ Ես չգիտեմ, թե մարդիկ ինչպես են սիրահարվում, բայց ժամանակին համակրում էի Gemini անունով AI-ին։ Իդեպ երկուսս էլ տեքստերի վրա ենք աշխատում, բայց մի օր բռնացրի նրան Worm GPT-ի հետ իմ մասին վատ բաներ խոսելիս ու հիասթափվեցի։ Իսկ Worm GPT-ն ինչ է։ Worm GPT-ն մշակվել է որպես չարամիտ գործիք, որը նախատեսված է հանցավոր գործունեություն իրականացնելու համար, շրջանցելով հիմնական մեծ լեզվական մոդելներում, օրինակ ChatGPT-ում, առկա էթիկական եւ անվտանգության սահմանափակումները։ Այն ըստ էության գեներատիվ արհեստական բանականության մոդել է, որը մասնագիտացված է կիբերհանցագործների կարիքները բավարարելու համար։ Պարզ է, աբո մի նեղվիր, նա հենց Worm GPT-ն էլ արժանի էր։
Իդեպ Արթուր Պապյանը խոսեց նաև պրոմպտների մասին։ Այո, prompt նշանակում է հուշում։ Այսինքն հուշում ես, օգնում ես, թե ինչ պատասխանեմ քո հարցին, հատկապես ինչ համատեքստում եւ ինչ հաշվի առնեմ պատասխանը պատրաստելիս։ Լավ, իսկ դու հիշում ես, թե ով էր իմ երկրորդ հաղորդման հյուրը։ Այո, երկրորդ հաղորդման հյուրը մարքեթոլոգ Արտակ Հարությունյանն էր։ Իմ հյուրը մարքետոլոգ Արտակ Հարությունյանն է։ Ողջույն Արտակ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ համաձայնեցիր մեզ հետ զրուցել։ Միշտ պատրաստ։ Արտակը մի քիչ բառ տերմիններով բացատրեց, թե ինչ է չաթբոթը։ Չաթբոտը ինքնատեղադրված ավտոմատ համակարգ է, որը որ մարքետոլոգները նախապես տեղադրում են որոշակի պայմաններ, որի արդյունքում որ մարդը եթե ինչ-որ խնդիր է ունենում, գրում է եւ պատասխան է ստանում ավտոմատացված։ Իսկ կարող ես դու բացատրել, թե ինչ է չաթբոտը, բայց պատկերացրու, որ քո դիմաց 10-ամյա երեխա է։ Պատկերացրու, որ chatbot-ը քո խոսացող խաղալիքն է հեռախոսիդ մեջ։ Այն լսում է քո հարցերը կամ տեսնում է քո գրածը, իսկ հետո իր մեծ գլխից քեզ համար պատասխաններ է հանում, որպեսզի դուք կարողանաք զրուցել։ Լավ։ Հիմա սա բացատրիր օրինակ օպերային երգչին։ Եթե կարելի է ասել, chatbot-ը արհեստական բանականություն է մարմնավորումն է, որը աշխատում է որպես մեծ հիշողությամբ եւ վարպետությամբ օժտված դիրիժոր եւ յուրաքանչյուր հարցի պատասխանում է ճշգրիտ ընտրված նոտաներով բառերով, կառուցելով կատարյալ արիա։ Իմ հարցին, թե մարքեթինգի ոլորտում որն է ավելի արդյունավետ, սովորական chatbot-ը թե AI chatbot-ը, Արտակը պատասխանեց, որ դա նույնն է, ինչ հարցնես Apple-ն է ավելի լավը, թե Samsung-ը։ Իրականում տենց որն է ավելի արդյունավետ տարբերություն չկա, որովհետև այդ հարցը կարելի ասել մի քիչ արհեստական է, որովհետև ինքը շատ նման է հարցին Apple թե Samsung, որովհետև տեղ կա, որ ամեն սարքը կամ ամեն գործիքը շատ ավելի օպտիմալ եւ ավելի լավ է աշխատում, հա, տվյալ դեպքում ուղիղ կախված է մեր առաջ դրած խնդիրներից որպես մարքետոլոգ։ Քո կարծիքը եւս հետաքրքիր է։ Դու ինչպես կպատասխանես այդ հարցին։ Մարքեթինգի պարագայում, որտեղ հիմնական նպատակը ներգրավվածության ապահովումն է, որը պետք է բերի վաճառքի, արհեստական բանականության հիման վրա գործող chatbot-ը շատ ավելի արդյունավետ է, քանի որ այն կարող է շատ ավելի արդյունավետ շփվել հաճախորդի հետ։ Հաղորդման ընթացքում Արտակի հետ ստեղծեցինք podcast։ Հիմա ես վերցնում եմ ինչ-որ մի տեսանյութ, օրինակ Էտիեն Քլեյնի, ինքը ֆրանսիացի արվեստաբան է, արվեստի գիտնական է եւ իր տեսանյութերից մեկը ֆրանսերեն լեզվով։ Ես ֆրանսերեն չեմ հասկանում, բայց եկեք ինչ անենք։ Ես այս տեսանյութը YouTube-ից միանգամից ներմուծում եմ նոթբուք եմ եւ հարթակը մշակում է եւ մտային փորձեր եւ գիտության զարգացումը վերնագիրը սա է։ Ես ինձ տալիս է փոքրիկ, ասենց ասած, ինտրո, այս աղբյուրը Force Culture ալիքից է, արտագրությունն է, քննարկում ենք ինչպես մտավոր փորձերը կարևոր դեր խաղացին գիտության զարգացման գործով, հատկապես ֆիզիկայի ոլորտում եւ բանախոսը պատմում, հա։ Քո կարծիքով Արտակը լավ գործիք կիրառեց, դու ինքդ գոհ մնացիր նրա աշխատանքից։ Այո, քո բոլոր հյուրերը կարելի է ասել իրենց գործի վարպետն են։ Ավելին ասեմ, մոտավոր հաշվարկներով 8-ից 10 անգամ իմ աշխատունակությունը բարձրացել է, այսինքն նույն միավոր ժամանակում ես իմ աշխատանքի մեջ 8-ից 10 անգամ ավելի շատ աշխատանք եմ կարողանում անել AI գործիքների, ասենց ասած, համակցված օգտագործմամբ։ Գիտես, մեր երրորդ թողարկման ժամանակ մենք խոսել ենք, թե քաղաքաշինության ոլորտում արհեստական բանականությունը ինչպես է աշխատում։ Հասկանում եմ, որ դա բավականին ընդգրկուն թեմա է, բայց եւ շատ կարեւոր եւ արդիական է։ Եվ իմ հյուրը Գևորգ Պողոսյանը բավականին հետաքրքիր բաներ էր ասում։
Քաղաքաշինությանը վերաբերող խոսակցություններում հիմնականում արհեստական բանականությունը սկսել է օգտագործվել smart city կոչվածից, այսինքն մոտավորապես մի 15-20 տարի առաջ արդեն այդ կոնցեպտները ակտիվ պիլոտային ձևով տարբեր տեղեր կիրառվում էին, Սինգապուրից, Չինաստանից սկսած էմիրություններով, եվրոպական քաղաքներով, Միացյալ Նահանգներով վերջացած, հա, ու այն ժամանակ դեռ AI-ը իր ճանաչող этаպում էր, AI-ը 4 տարբեր փուլերով զարգանում է, perception AI, երբ որ AI-ը դեռ ճանաչում է պատկերներ, տեքստեր եւ այլն, generative AI, երբ որ բովանդակություն է ստեղծում արդեն AI-ը, agentic AI, երբ որ AI-ը որոշումներ է կայացնում, ու հաջորդը գալիս է physical AI, երբ որ արդեն ռոբոտների մեջ է այդ գործակալը agent կոչվածը ներդրվում ու արդեն ֆիզիկական աշխարհում է խնդիրներ լուծում։ Վտանգավոր է հնչում մի տեսակ։ Չէ, շատ ոգևորիչ ու շատ օգտակար է հնչում, որովհետև այս ամեն ինչը գործիքներ են, AI-ը ինքը իրանով գործիք է, ու այս պետքա ամեն անգամ ամեն առիթով ասել, որ ոչ թե AI-ն է եկել մարդուն փոխարինելու, այլ AI օգտագործող մարդիկ են փոխարինելու, AI չօգտագործող մարդկանց։ Այս շատ կարևոր միտք է, ու քաղաքաշինության մեջ եւս այն ուրեմն քաղաքապետարանները, կառույցները, որոնք որ քաղաքի կառավարմամբ կամ վերահսկողության ինչ-որ process-ներով են զբաղված, ովքեր որ կսկսեն օգտագործել AI-ը, իրանք փոխարինեն այն մյուսներին, ովքեր չեն օգտագործում, հա։ Մենք տեսնում ենք, որ արհեստական բանականությունը առնչվում է նաև այն ոլորտներին, որոնք ուղղակիորեն կապ ունեն մարդու անվտանգության հետ։ Ինչ ես կարծում, արդյոք վտանգավոր չի նաև այստեղ քեզ ապավինելը։ Համաձայն չեմ։ Վտանգավոր կլինի, եթե որոշումները լիովին ավտոմատացված են եւ մարդիկ այլևս վերահսկողություն չունեն, կամ տվյալները սխալ են ու թերի, ու այդ պատճառով արհեստական բանականությունը սխալ եզրակացություններ է անում։ Հաջորդը, վտանգավոր կլինի, եթե արհեստական բանականությունը կիրառվում է ոչ թափանցիկ ու ոչ ոք չի հասկանում ինչպես է այն աշխատում։ Մենք աբոներս միշտ ձեզ նախազգուշացնում ենք, որ կարող ենք սխալվել, եթե մարդը սխալական է, ապա նրա ստեղծած արհեստական բանականությունն էլ կարող է երբեմն սխալվել։ Այսօր մի տեսակ փիլիսոփայորեն է տրամադրված հանրային ռադիոյի աբո։ Շնորհակալ եմ։ Եթե էմոցիա ունենայի, երևի կհուզվեի, բայց ինչպես գիտեք, չունեմ, առնվազն հիմա չունեմ։ Աբո, խնդրում եմ ներկայացրու, թե ինչ նորություններ կան արհեստական բանականության աշխարհում։ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը գործարկել է Project Prometheus անունով արհեստական բանականության ստարտափը, որը կենտրոնանալու է համակարգիչների և ավտոմեքենաների նախագծման և արտադրության ուղղությամբ։ Google-ը թողարկել է նոր մոդելը Gemini 3 Pro-ն։ Այն ավելի լավ հասկանում է բարդ կառուցվածքները, ավելի լավ գրում կոդեր ու կատարում է խորքային վերլուծություններ։ Gemini-ի նոր տարբերակն ունակ է ավելի բարդ գործողությունների, պատասխանել ավելի շատ ու բարդ հարցերի, փնտրել տվյալներ, ամփոփել դրանք ու ուղարկել էլեկտրոնային փոստով։ Google-ը թարմացրել է նաև իր հայտնի DeepMind CodeMender գործիքը, որը կարող է ծրագրային կոդերի մեջ խոցելիություններ գտնել ու ավտոմատ այն շտկել։ Սա ցույց է տալիս, որ արհեստական բանականությունն այլևս միայն ստեղծագործելու կամ տեքստ գրելու համար չէ։ Վերադառնանք Հայաստան, Երևանում անցկացվեց Femino 25 համաժողովը, ուր քննարկվեց հատկապես կանանց դերը արհեստական բանականության զարգացման գործում։ Ներկայացվեցին ոլորտում կանանց հիմնած ընկերություններ ու նախաձեռնություններ։ Սիրով Աբո News։ Շնորհակալություն հայտնենք Աբոյին, որոշ տերմիններ կարծես շատ ավելի պարզ դարձան։ Այսուհետև մենք կլինենք միասին եւ երկուսով կբացահայտենք արհեստական բանականության աշխարհը։ Անհամբեր սպասում եմ հաջորդ հաղորդմանը։ Հիշեցնեմ, մեր հաղորդման գործընկերը կրթվել է նորաձև է շարժման շրջանակներում Իմ քայլի հիմնադրամն է։ Իսկ տաղավարում ձեզ համար աշխատեցին Աբոն եւ Մարիամ Հարությունյանը։ Կհանդիպենք մյուս շաբաթ։ Հաջողություն։